Ողջույն սիրելի իմ նեմնիմցիներ, հույս ունեմ, որ լավ եք, ընկճված չեք, թե կապված մեր կարգավիճակի ու թե երկրի ընդհանուր իրավիճակի հետ։ Այս 3 տարիների ընթացքում գործող տկարամիտ իշխանությունները փորձել են անել հնարավոր ամեն բան իմ նեմնիմին փակելու եւ մեզ ապօրինաբար իզոլացնելու համար։ Ամեն անգամ, սակայն, մենք վերադարձել ենք ել ավելի ուժեղ եւ ավելի վճռական, այդ թվում իհարկե ձեր ցուցաբերած հսկայական աջակցության շնորհիվ։ Այս անգամ էլ բացառություն չի, ԱԱԾ-ի հերթական մասկի շոուն, այդ հակատերորիստական գործողություն հիշեցնող բեմադրությունը ինձ մոտ մի կողմից առաջացնում է ժպիտ, մյուս կողմից ափսոսանք, որ քաղաքական իմպոտենտ այս իշխանությունները ազգային անվտանգությունը օգտագործում են օրինակ մեր տանը ֆլեշկաներ փնտրելու կամ տաղավարի շտատիվներն ու լույսային սարքերը արգրավելու նպատակով։ Զավեշտ է նաև, որ գտնվում են դատավորներ, որոնք տալիս են խուզարկման եւ ձերբակալության նման ակնհայտ ապօրինի թույլատվություններ, երկիրը վերածելով կրկեսի։ Մեր նախորդ կալանավորմամբ կապված մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են օրինակ Amnesty International-ը եւ Freedom House-ը ճանաչել են այդ ամենը քաղաքական հետապնդում, ուստի հիմա էլ կարելի է պնդել, որ Գերագույն գլխավոր ծաղրածուն նման ճղճին քայլերով հետս սպառում է թե սեփական ռեպրեսիվ ռեսուրսը ու թե այն լիմիտները, որոնք իրեն տվել են մեծահոգաբար արևմուտքը։ Ընտանիքիս անդամներն ու փաստաբանս Արսեն Բաբայանը ինձ մշտապես փոխանցում են ձեր անհանգստությունները, մտահոգությունները կապված իմ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ հայտնվելու հետ։ Սակայն ուզում եմ ձեզ փոխանցել, որ նախ շնորհակալ եմ իհարկե եւ զգացված, բայց անհանգստանալու որևէ կարիք չկա։ Եկեք համարենք, որ ես եկել եմ եւս մեկ անգամ ծանոթանալու ԿՊԱ-ականների ապագա կեցավայրի պայմանների հետ։ Գիտեք, սրանց մոտալուտ վաղճանը կարծում եմ չունի այլ ընտրանք, այնպես որ անհանգստանալու բան չկա, մի քիչ կհանգստանամ եւ ել ավելի մեծ եռանդով կվերադառնամ իմ գործունեությանը։ Պինդ եղեք, սատարեք, խնդրում եմ մեր ընդհանուր հարթակին, մինչև կտեսնվենք ազատության մեջ։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, դե իսկ Նիկոլը շատ շուտով խոնարհվելու է արդարության առաջ։ Լավ մնացեք, մինչ հանդիպում։